Ողջույն հարգելի մարզասեր, ֆուտբոլասեր, մասնավորապես եւ այլ տարբեր սպորտաձևեր սիրող իմ հայ ժողովուրդ, հայ հանդիսատես։ Բուն TV եթերում սպորտ ոդքասթի հերթական եթերն է եւ այս շաբաթը գերագեցած ֆուտբոլային առումով եթեր կլինի մեզ համար, քանի որ Հայաստանի առաջնությունն էր տենց սուպեր կլասիկով վիճակում եւ իհարկե ամբողջ աշխարհն էր հետևում թերևս իսպանական ու երևի թե ակումբային ֆուտբոլի ամենասպասված իրադարձություններից մեկին սուպեր կլասիկոին, թե ինչ եղավ Հայաստանում ու Իսպանիայում, այդ թեմաներին կանրադառնանք, դե իհարկե առանձնահատուկ էլ պետք է խոսենք նաև Չեմպիոնների լիգայում կիսաեզրափակիչ պատասխան խաղերի մասին, գրանցված արդյունքների, ինչպես նաև ժամանակն է տերևս Չեմպիոնների լիգայի ստվերում փնտրել երկու մյուս եվրոպական մրցաշարերը, Եվրոպա լիգան ու կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունները, քանի որ որքան էլ մենք պարբերաբար տենց ընդհանուր գծերով խոսում ենք, թե ինչ են տեղի ունենում զուգահեռաբար ընթացող այդ երկու եվրոպական մրցաշարերում, այդուհանդերձ տենց արդարության համար պետք է նշենք, որ այն նույն ուշադրության քանակը, ինչ մենք արժանացնում ենք Չեմպիոնների լիգային, Եվրոպա լիգան ու կոնֆերենցիաների լիգան մնում են ստվերում, դա այն դեպքում, երբ որ պետք է ընդունենք, որ կոնֆերենցիաների լիգան հայկական ակումբային ֆուտբոլի համար առավել քան կարևոր է, քանի որ վերջին տարիների ընթացքում այդտեղ այդ մրցաշարում մենք բավական հաջող ենք հանդես գալիս, այնպես որ մնացեք մեզ հետ եւ շարունակենք ֆուտբոլային աշխարհի ընթացքները քննարկել։ Դե ինչ պետք է սկսենք հայկական ֆուտբոլից եւ պետք է ընդհանուր ինչ որ հետաքրքիր զարգացումներից բերենք արդեն ընդհանուրից բերենք մասնավորի։ Մասնավորն էլ կլինի արդեն առանձին 25-րդ տուրի արդյունքների քննարկումը։ Այսպիսով, ինչ կա քննարկելու Հայաստանի ընթացիկ առաջնությունում, որը մոտ շաբաթների ընթացքում, մոտակա շաբաթների ընթացքում արդեն պաշտոնապես կավարտվի։ Մեծ հաշվով մնացել է բոլոր ակումբներին երկու հանդիպում անցկացնելու համար, ընդամենը Նոան եւ Փյունիկն են մնացել, որ իրենց ակտիվում ունեն 3 հանդիպում, դա էլ հետաձգված մի դիմակայություն է հենց մրցանակային տեղերի, ինչպես նաեւ չեմպիոնության համար պայքարող այդ երկու ակումբների համար։ Պետք է նախ եւ առաջ ասենք, որ այս մրցաշրջանը բավական հետաքրքիր ստացվեց համակարգվածության կտրուկ փոփոխությունների բացակայության, մարշչական փոփոխությունների քիչ քանակի տեսանկյունից միշտ չէ որ այդպես է եղել։ Հայկական ակումբային ֆուտբոլը ինքը միշտ ինչ որ կանոնակարգված քաոս է հիշեցրել եւ առաջնությունը հենց մեկնարկից թվացել է միշտ որ սկսում ենք պայմանականորեն 8, 9, 10, 11 ակումբով ավարտում ենք մեկով պակաս, երկուսով պակաս, մեկը ֆորմալ առումով է մասնակցում։ Այս մրցաշրջանը այդ եւ այլ առումներով առավել քան թեժ ու ինտրիգային ստացվեց։ Պետք է դա ընդունել։ Ինչն է, որ չի համապատասխանում, հա, այդ անտուրաժին, ասեմ, այդ մթնոլորտին ֆուտբոլային։ Թերևս մեր առաջնության նկատմամբ հենց կազմակերպչական տեսանկյունից լրջությունը, կարծես մի տեսակ այնինչ կա թղթի վրա եւ փաստացի դաշտում, այն ներդրումները, այն ակտիվությունը, որը կա ակումբների կողմից, կարծես թե կազմակերպչական իմաստով դիսբալանսի մեջ է։ Եվ առաջնությունը, որը բավական մրցակցային է, մի տեսակ հաճախ անցնում է ոչ հանգստյան օրերին, տեղի է ունենում պարզապես, իդեպ առաջին անգամ չէ, որ այդ մասին մենք խոսում ենք գալչկայի համար, երբ վերջնարդյունքն է պարզապես կարևոր, որպեսզի առաջնությունը մենք հասցնենք ավարտին։ Իսկ այդպես զարգացնել ներքին ֆուտբոլն ու առաջնությունը իրապես անհնար է։ Պետք է հասկանալ, որ առաջնությունը ամենաթանկ բանն է, որ մենք ունենք, եւ հենց այստեղ մասնակցող ֆուտբոլիստներն են, որ ինչ որ մի օր պետք է դառնան հավաքականում խաղացող ֆուտբոլիստներ ու առասարակ ֆուտբոլը ինքը պերմանենտ գոյություն ունեցող ստրուկտուրա է, համակարգ է, որը առասարակ կապ չունի հավաքականի ելույթներից։ Իսկ մեր ազգաբնակչության համար պարզապես ազգային առաջնությունը դա մի գոյություն չունեցող գործոն է, որը պահարանի մեջ մենք պահում ենք այն գեղեցիկ ամսագրային, ինչպես ասում են, գլյանցվի տիտղոսաթերթով ֆուտբոլը, որը մենք ընկալում ենք դա եվրոպականն է եւ գոնե մեր դեպքում հավաքականը, ամիսը 1, 2 ամիսը 1
հանում ցույց են դնում մեզ, մենք բացահայտում ենք, որ կան ֆուտբոլիստներ այդ ազգային ընտրանում, որ խաղում են մեր հավաքականում, մեծ մասի համար sense ինչ անուններ են անծանոթ, ոնց հայտնվեցին նրանք հավաքականում, եւ դե հավաքականն էլ վերջին ընթացքում մեզ չի զարմացնում, հաճելիորեն եւ արդյունքում մարդիկ ասում են դե երևի էս էլ մեր առաջնությունն է, բայց այդպես չէ առհասարակ։ Եվ ավարտված մրցափուլը 25-րդ տուրի մասին է խոսքը, հենց նման միջադեպով աչքի ընկավ, երբ նախատեսվում էր նախախաղային միջոցառում եւ ՀՖՖ մրցումների բաժինը որոշեց, որ պետք է չեղարկի կենտրոնական դերևս եւ չեմպիոնության տեսանկյունից ամենակարևոր հանդիպման նախախաղային միջոցառումը, որը նախաձեռնել էր Արարատ Արմենիան, Արարատ Արմենիան հայտարարություն տարածեց, որտեղ պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված կամ ինչ հարցեր ունի ֆուտբոլի ֆեդերացիային որպես կառույց, բայց դա չխանգարեց ըստ էության, որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենա։ Իհարկե շոուն շոուով եւ այն կարող էր զարդարել նման հանդիպումը, իսկ հանդիպումը իր հերթին ինքը այնպիսին էր, որ երկրպագուներին ամեն դեպքում գրավել էր եւ Աբովյանի քաղաքային ստադիոնը Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրը լեցուն էր երկրպագուներով, չեմ սխալվի, որ ասեմ 2000, 2500 եւ ավել հանդիսական կար Աբովյանում, տրիբունան երկրպագուական լեցուն էր, թե Արարատ Արմենիայի կողմից, թե իհարկե այս դեպքում ավանդապես արդեն մենք ընկալում ենք, որ Նոան կապ ունի Աբովյանի ստադիոնի հետ, չնայած երկուսն էլ վարձակալական հիմունքներով են իրենց տնային հանդիպումները այդ ստադիոնում անցկացնում, բայց արդեն փոքրիկ համեմատաբար Նոայի երկրպագուների սեկտորը երբ եւս աշխուժ էր, կարճ ասած ֆուտբոլային մթնոլորտ, որը ցավոք սրտի այս դեպքում անցավ առանց նախախաղային միջոցառման, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Արարատ Արմենիան, իսկ խաղը եւս մեկ գործոնով աչքի ընկավ, քանի որ այն մի տեսակ ամբողջությամբ եվրոպական կազմակերպչական աստար ստացավ, քանի որ հանդիպումը սպասարկեցին եւ այդ մասին լուրը իրոք անակնկալ հայտնվեց մեդիա դաշտում, Մատեո Մարկետին, իտալացի 36-ամյա մրցավարներ իր գործընկերների հետ սպասարկում, նա այս մրցաշրջանի ընթացքում 13 հանդիպում է սպասարկել Սերիա A-ում, այսինքն Մատեո Մարկետին հայ ֆուտբոլասեր երկրպագուին, այնպես չէ որ անծանոթ անուն ազգանուն է, պարբերաբար սպասարկում է Իտալիայի առաջնության հանդիպումները, հայտնի է նրանով, որ իր որոշումները շատ կտրուկ է ինքը ներկայացնում եւ կարող է ցույց տալ, որ դաշտում տերը միայն ինքն է, այսինքն կան մրցավարներ, որոնք որ սիրում են մտնել դիալոգի մեջ, քննարկել Մատեո Մարկետին այդպիսիներից չէ, կարճ ասած շատ անակնկալ եւ արագ որոշում էր կայացվել, որ պետք է մանավանդ վերջին շրջանում, երբ ավելի սրվել է, այսպես ասած, մրցավարական սպասարկող բրիգադի եւ ֆեդերացիայի ակումբների միջև հարաբերությունը այդ տեսանկյունից, քանի որ առաջնությունը ինք իրանով շատ թեժ է եւ թեժ ընթացք է ստացել, իր հերթին էլ ակումբները պարբերաբար շեշտադրում են, որ այս կամ այն կենտրոնական հանդիպումը կախված իրավիճակից մեկնաբանվում է այս կերպ կամ այն կերպ, սակայն այստեղ մենք չենք ցանկանում առանձին այդ դրվագներն ու դիպվածները քննարկել, պարզապես արձանագրում ենք այն, որ ֆեդերացիան այդ որոշումը անակնկալ եւ արագ միանգամից մատուցեց, որ պարզապես մեկ օր առաջ կրկնում եմ պարզ դարձավ, որ 25-րդ տուրի հերթական սովորական հանդիպումը կարծես թե այդ տեսանկյունից պետք է սպասարկվի արդեն իտալական մրցավարական բրիգադի կողմից։ Իդեպ ընդգծեմ, որ նաև ավելի վաղ խոսել էինք, որ հայտարարություն էին տարածել հենց նույն ֆեդերացիան, որ Հայաստանի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչը տեղի ունենալու ամսի 14-ին նույնպես սպասարկվելու է օտարազգի մրցավարների կողմից։ Այս պայդրությամբ դեռևս շարունակում է այդ անուն ազգանունը, թե ով է լինելու նշանակվելու այդ հանդիպմանը, նույնպես հարցականի տակ է, բայց այդուհանդերձ նվազագույնը մի քանի հանդիպում, թե գավաթի խաղարկությունում, թե ստացվում է արդեն առաջնությունը գումարած նվազագույնը 2 հանդիպում սպասարկելու են ոչ հայ մրցավարներ։ Իսկ ինչ տեղի ունեցավ դաշտում։ Արարատ Արմենիայի համար գերկարևոր հանդիպում էր դա, քանի որ հաղթանակի դեպքում նրանք պարզապես դառնալու էին անհասանելի եւ երրորդ անգամ հռչակվելու Հայաստանի չեմպիոն։ Դե Նոան էլ, որը Եվրագավաթներում Հայաստանը ներկայացնելուց այդ հաջողությունից հետո միաժամանակ այդ հաջողությանը զուգահեռ նաեւ Հայաստանի առաջնությունում բազմաթիվ
միավորների կորուստներով էր մոտեցել այս դիմակայությանը, պարտավոր էր պարզապես ցույց տալ, որ կարող է եւ շարունակում է մնալ պայքարի մեջ։ Դա Սանդրո Պերկովիչի սաներին հաջողվեց, քանի որ նրանք դոմինանտ ֆուտբոլ ցույց տվեցին երկու խաղակեսերում էլ արդյունքում խոշոր հաշվով հաղթանակ տոնեցին 4-0 հաշվով եւ մեծ հաշվով այստեղ ասել որևէ բան անգամ անիմաստ է դառնում, քանի որ իրապես Արարատ Արմենիան պարզապես չկարողացավ իր համար գերկարևոր հանդիպմանը տրամադրվել, իսկ ահա Նոայի մոտ դա առավել քան ստացվեց, թերևս Նոան ցույց տվեց, որ առանձին երևի գավաթային տրամադրություն ստացող առանձին հանդիպումներում նրանք կարողանում են այդ տրամադրվածության, կենտրոնացվածության ցուցանիշով ընդգծել, որ իրենք տարբերվում են Հայաստանի առաջնության մյուս հակումներից։ Պետք է թերևս նաև դրանով հենց պայմանավորել նրանց հաջողությունը գավաթի խաղարկությունում, որտեղ առանձին դիմակայությունների նրանք կարողանում են նույնպես տրամադրվել եւ շրջանցել իդեպ շատ բարդ մրցակիցների, հենց այն մրցակցին, ում դեմ նրանք հանդես էին գալիս 25-րդ տուրում Արարատ Արմենիայի դեմ։ Սանդրո Պերկովիչն էլ դա էլ ընդգծեց, որ այս մրցաշրջանի ընթացքում Արարատ Արմենիայի դեմ բազմաթիվ խաղեր է ունեցել, միշտ ընդգծում է բարդ մրցակից, որակյալ ֆուտբոլով եւ մարզչական շտաբով լինելու հանգամանքը եւ նախորդ գավաթային դիմակայությունից հետո էլ թե այս դեպքում էլ խոսեց այն մասին, որ այս հանդիպումները եվրոպական մակարդակի դիմակայություններ են, պլյուս պետք է ասել նաեւ, որ երկրպագուների ֆակտորը ել ավելի է դիտաժանությունը ավելացրել ստադիոնում իհարկե ամենակարևորը հենց այդ ֆուտբոլային շունչն ու մթնոլորտն էր, որը իհարկե ապահովում է, երբ հանդիպումը անցկացվում է հանգստյան օրերին, ինչպես օրինակ այս դեպքում Կիրակի օրը երեկոյան հաճելի ժամի, չնայած եթե օրինակ ժամը 7-ին լիներ, ել ավելի իդեալական կլիներ, բայց այդուհանդերձ դա ֆուտբոլային ժամ է, հաճելի երեկոյան գալու ստադիոն եւ ըմբոշխնելու իրապես թեժ եւ իսկական ֆուտբոլային դիմակայություն։ Ինչ ենք ստանում այս կենտրոնական դիմակայության արդյունքում գրանցված հաշվից հետո։ Փաստացի Արարատ Արմենիան անցկացրել է 25 խաղ, եւս երկուսը ունի շատ համեմատության մեջ շատ ավելի համեստ մրցակիցների հետ, ԲԿՄ-ն եւ Գանձասարն են նրան սպասում եւ այս պայդրությամբ, երբ մենք ձայնագրում ենք այս եթերը, գոնե նշանակված չէ վերջին տուրի Գանձասարի հետ Արարատ Արմենիայի համար տնային հանդիպումը 25 խաղից հետո 54 միավոր նրանք շարունակում են վստահաբար գլխավորել մրցաշարի նաղյուսակը Արարատ Արմենիան շարունակում է իր ձեռքում պահել խաղաքարտերը այն իմաստով որ եթե երկու խաղում էլ հաղթի ապա նա չեմպիոնական տիտղոսը կապահովվի Նոան էլ օգտվելու է այն հանգամանքից, որ նա շարունակում է մնալ խաղի մեջ եւ փորձելու է բոլոր իր մյուս 3 հանդիպումները եւս հաղթել, այն հույսով, որ Արարատ Արմենիան միավոր կարող է կորցնել։ Փյունիկը նույնպես նմանների շարքին է եւ իդեպ նա հենց ունի հետաձգված այդ քննարկված հանդիպումը Նոայի հետ, նրանք ընդամենը 1 միավոր են զիջում, ինչպես եւ Ուրարտուն, սակայն իր հերթին Ուրարտուն 1 խաղ արդեն ավել է անցկացրել, չունի չանցկացրած կամ հետաձգված հանդիպում եւ նա միայն 2 դիմակայություն ունի իր ակտիվում արդեն Ուրարտուից էլ 1 միավոր է հետ մնում 47 միավոր ունի այս պահին 5-րդ տեղում գտնվող Ալաշկերտը ինչ է ստացվում մեզ մոտ որ առաջնությունը բոլոր առաջին հնգյակը զբաղեցնող թիմերի համար շարունակելու է մնալ թեժ մինչև վերջին պահը Քանի որ ոչ միայն վիճարկվում է չեմպիոնի տիտղոսը, այլև երկրորդ, երրորդ հորիզոնականները, որոնք որ տալու են եվրագավաթային ուղեգրեր, պայքարում են բոլորը անխտիր, այդ թվում եւ ընկալելի լինի 5-րդ տեղը զբաղեցնող Ալաշկերտը Գետ 1 կետ չկա, որում որ ասես, որ նա զիջում է կամ ավելի անհարմար իրավիճակում է, դեռ ավելին թիմեր կան, ում օրացույցը շատ ավելի բարդ է, նույն Նոայի համար, որը շուտով անցկացնելու է գավաթային դիմակայություն, Ուրարտուն էլ իր առջև հասկանում է թե ինչ բարդ հանդիպումներ կան եւ պատասխանատվություն է զգում այդ տեսանկյունից պայքարելու մինչեւ վերջ գավաթային խաղարկությունում նրանք նույնպես կարողանում են գավաթային խաղերին տրամադրվել այն խաղերին որտեղ որ պետք է հաղթել անկախ նրանից թե խաղը քեզ մոտ ստացվում է թե ոչ իսկ առաջնության վերջնամասի ակումբների մասին եթե խոսենք այսինքն աղյուսակի վերջնամասը զբաղեցնող 5 թիմերի մասին պետք է երևի թե առանձնահատուկ ընդգծվել որոշակի
որակյորեն տարբերվող Վանին, որը աշնանային հատվածից հետո բազմաթիվ կորուստներ ունեցավ կազմում, սակայն կարողացավ այդ որոշակի կենտրոնացվածությունը պահել ստորին հնգյակի թիմերի շարքի մասին, եթե շարունակենք խոսել, ու նրանք կարողացան հերթական տուրում արդեն մարշչական փոփոխության ենթարկված Գյումրիի Շիրակին նվազագույն հաշվով հաղթել սեփական հարկի տակ, մարզային դերբի էր եւ Շիրակը շարունակում է իր վիճակը շատ ծանր պահել, չնայած Վարդան Միչախչյանը եկավ, սակայն հասկանում ենք բոլորս նա հրաշագործ փայտիկ իր ձեռքում չունի, կարճ ժամանակահատվածում այդ իր համար արդեն բավական փոխված կազմը իհարկե դժվարությամբ, բայց նա փորձելու է շտկումների ենթարկել եւ ապահովել, որպեսզի մեր լեգենդար ակումբներից մեկը չմնա վերջին հորիզոնականում։ Կարևոր է նաև արձանագրել Ալաշկերտի տոնած հաղթանակը 3-1 հաշվով Գանձասարի նկատմամբ, Գանձասարը մնում է 21 միավորով 25 խաղից հետո 8-րդ տեղում, դե իհարկե Փյունիկն էլ երկու անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄ-ի բանակայինների դարպասը, ինչպես ասացինք, Փյունիկը այս պահին միավորների իր պաշարով 3-րդ տեղում է 24 խաղից հետո եւ միակ հանդիպումը, որի մասին չխոսեցինք, Արարատ-Ուրարտու 0-1 հօգուտ Ուրարտուի եւ Ուրարտուն միշտ առանձնացել է, անգամ եթե իր մոտ օրինակ դաշտում մի բան չի ստացվում, բայց այդուհանդերձ այդ թիմը կարողանում է կենտրոնանալ եւ այդ խնդիրը լուծել, ինչպես օրինակ կարող ենք օրինակ համատություն անցկացնել նույն Փյունիկ Արարատ Փյունիկ դիմակայության հետ, երբ Փյունիկը ուներ տոտալ առավելություն, բայց վերջին րոպեներին արդեն մրցավարի կողմից ավելացված րոպեներին հենց Արարատը կարողացավ աչքի ընկնել։ Ուրարտուն նման սայթակումներ շատ ավելի քիչ է իրեն թույլ տվել, որն էլ նրան հնարավորություն է տալիս շարունակել մնալ մրցանակային տեղերի համար մրցապայքարում 48 միավորով 25 խաղից հետո նրանք 4-րդն են։ Թեևս այսքանը Հայաստանի առաջնության մասին կրկնեմ, հիշեցնեմ, որ ամսի 14-ին շատ հետաքրքիր գավաթային եզրափակիչ մենք ունենք Ուրարտու-Նոա եւ այստեղ մուտքը ազատ է, մրցավարներն էլ իրենու են դրսից, այս դեպքում անակնկալ չի լինի, մենակ թե երևի նորություն կլինի, թե կոնկրետ ովքեր են սպասարկելու այդ դիմակայությունը։ Հայկական ֆուտբոլի մասին թերևս այս պահին այսքանը եւ ավարտելով այս թեման շարժվենք դեպի Եվրոպա։ Հայկական ֆուտբոլի սուպերկլասիկոից հետո երևի թե ժամանակն է խոսել, որ նույն օրը մի քանի ժամ անց տեղի էր ունենալու արդեն ամբողջ աշխարհի համար այդքան սպասելի մեկ այլ սուպերկլասիկո, ավելի հայտնի ամբողջ աշխարհին, որ այս են սուպերկլասիկո, դա Բարսելոնա եւ Մադրիդի Ռեալի միջև դիմակայություններ տևական դադարից հետո Բարսելոնան սեփական հարկի տակ ընդունելու էր մադրիդցիներին, որպեսզի ընկալեք այդ արժեքը այս խաղի, ես փոքրիկ նախապատմությամբ մատուցեմ, պատկերացրեք երկու ակումբներ, որոնք որ 100-ամյակի եւ ավել պատմություն ունեն եւ իրար հետ հակամարտությունում է ձևավորվել հենց մեծ հաշվով իսպանական ակումբային ֆուտբոլը, փաստացի Կատալոնիան հնարավորություն էր ստացել, այնպես էր դասավորվել օրացուցային պլանը, որ նրանք ունենալով միավորների լուրջ առավելություն, հենց տնային խաղում ընդդեմ Մադրիդի Ռեալի կարող էին երաշխավորել իրենց ժամանակից շուտ չեմպիոնությունը։ Առաջ ընկնելով, ասեմ, այդպես էլ ստացվեց։ Առաջին խաղակեսում կատալոնացիները 2 գնդակ խփեցին, հատկապես հրաշքեր Ռեշֆորդի Տուգանայինը եւ Օլմոյի կրնկով, օթում կրնկով փոխանցումը արդյունքում 2-0 եւ մեծ հաշվով դա այն ամենն է, ինչ պետք է ասել խաղային տեսանկյունից, թե ինչպես հանգուցալուծվեց ամենը, քանի որ ոչ ֆուտբոլային գործոնները այս դիմակայությունում շատ ավելի շատ էին։ Փորձեմ բացատրել, թե ինչի մասին է խոսքը։ Նախ, ինչպես նախաշարադրեցի, այս ամբողջ պատմությանը ընթառաջ, երբևիցե նման բան չէր եղել, տասնամյակներ առաջ էր եղել, որ այս երկու ակումբները միմյանց միջև դիմակայության արդյունքում որոշեին, թե ով է դառնալու Իսպանիայի չեմպիոն։ Նման բան 30-ականներին եղել էր եւ այն էլ Մադրիդի Ռեալը կարողացել էր ոչ ոքի խաղալ, որն էլ բավարար էր եղել իր հերթին, որպեսզի նա դառնա ու հռչակվի չեմպիոն։ Այս դեպքում հաղթեց Բարսելոնան եւ արժանիորեն դարձավ չեմպիոն, սեփական հարկի տակ երկրպագուները առավել քան ուրախ էին, դա իր հերթին։ Մարզիչը Ֆլիկը
ուղղակիորեն ժամեր առաջ դրանից այդ սուպերկլասիկոից առաջ կորցրել էր իր հայրիկին։ Այդ մասին եղան հայտարարություններ, ցավակցական խոսքեր, 1 րոպե լռություն, նախախաղային իր ճեպազրույցում էլ Հանսի Ֆլիկը ընդգծեց։ Այնինչ տեղի ունեցել, սա ուղիղ խոսք չէ, պարզապես իր ընկալումը իրավիճակի նա որոշում է կայացրել մնալու եւ վերջին այդ կարևոր քայլը կատարելու, ապա նոր միայն վերադառնալու հայրենիք մասնակցելու սեփական հոր հուղարկավորությանը։ Եվ նա ըստ էության ես չեմ ցանկանում դա անձնական տեսանկյունից մեկնաբանել, պարզապես դա մարդկային որակների ուժի եւ նրա ծանր վիճակի որոշումն էր, որը մենք կարող ենք պարզապես մեր աչքի առաջ ունենալ, ընկալել նրա որոշումը, հասկանալ, ընդունել կամ չընդունել։ Կարճ ասած, այդ հաղթանակը, հաջողությունը արդեն իր երկրային կյանքը ավարտած հորը նվիրեց Ֆլիկը, նաև հետո արդեն հանդիպումից հետո երկրպագուների հետ բարձրախոսով զրույցի ժամանակ հավաքված բոլոր կապիտանառնագույն երկրպագուներին նա իր ջերմագին ողջույններն ու շնորհակալական խոսքերը հայտնեց, նաև խոսեց իր թիմի արած աշխատանքի համար, քանի որ ընդգծեց, որ որքան էլ ստադիոնը բղավում էր, վանկարկում էր հենց նրա անունը, ոգեկոչում, ոգեշնչում հենց նրան, աջակցության խոսքեր ասում, այդուհանդերձ ընդգծեց, որ հենց այս տղաների, նրանց ջանասիրության ու աշխատասիրության շնորհիվ է, որ այս ամենը տեղի է ունեցել ու նա կարող է այժմ բավարարված լինել, որ իր հոր հեռանալուց հետո նա ճիշտ որոշում է կայացրել եւ մնացել է իր գլխավորած ակումբի հետ մինչեւ վերջ։ Սա թիմային ворքու մինչեւ վերջ պայքարելու մասին պատմությունն է, որը կարծես թե ամբողջությամբ բացակայում է մասնակից ակումբներից մյուսի Մադրիդի Ռեալի մոտ։ Իսկ ինչ է կատարվում այնտեղ։ Այնտեղ պարզվեց, որ ֆուտբոլը գնացել է հետին պլան եւ առաջին պլան է եկել հիմա արդեն ամբողջ աշխարհում բավականին մեծ ու լուրջ երկրպագուական բանակ ունեցող մեկ այլ ոչ թե մարզաձև, այլ մարտաձև խառը մենամարտերը երևի թե Օրելիան Չուամենին եւ Ֆեդե Վալվերդեն փոխանակ պատրաստվելու սուպերկլասիկոին որոշել էին միջանձնային հարաբերություններ լուծել եւ արդյունքում գոնե պարտերում հաղթել էր Չուամենին։ Եվ փաստացի Ռեալի ավակը հոսպիտալացվել էր, նա բաց թողեց հանդիպումը, Չուամենին այդ մենամարտում հաղթեց եւ տեղը պահպանեց մեկնարկային կազմում։ Լավ, իհարկե իմ հեգնական ժպիտը այլ բանի մասին է, բայց ես օրինակ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նման թիմի դուրս բերել խաղադաշտ։ Արբելոային չեմ նախանձում, պատկերացրեք քո առաջատարները, երևի թե անվանապես, ձևականորեն կամ իրավմամբ հեղինակության բացարձակ հեղինակության բացակայության պայմաններում Արբելոն պարզապես անկարող է գտնվում ղեկավարել իրավիճակը։ Նա առանձնապես չեսել ասի, որ եղել է ինքն իրանով այն ժամանակ, երբ հանդես էր գալիս Սերուսքայինների մարզաշապիկով, ամենաառանցքային ֆուտբոլիստը, ում անունը միշտ քննարկվում էր որպես բացարձակ հեղինակություն, նա իրավիճակը շտկելու նպատակով եւ նկատառումներով է հայտնվել հիմա գլխավոր մարզչի պաշտոնում եւ պետք է ընդգծել, որ դա նրա մոտ չստացվեց։ Նա փորձեց ավակի թեև կապը հանձնել Վինիսիուս Ջունիորին որոշ խաղերում, ինչպես օրինակ նաեւ երեկվա դիմակայությունում, բայց մեծ հաշվով ինչ փոխվեց, ոչինչ։ Գիտեք, Մադրիդի Ռեալը միշտ է եղել այդ սահմանագծի վրայով գնացող մի գերակումբ, որը պետք է ընդունել, բացարձակ հեղինակություն ունի ինքը որպես ֆուտբոլային ինստիտուտ։ Սակայն ֆուտբոլային ինստիտուտ դա պատեր են, շենք է, ավանդույթներ է, պատմություն է եւ նվաճված տիտղոսներ են, բայց այդուհանդերձ այդ ակումբին առաջ են տանում խաղացողները։ Եվ եթե իրանք խաղացողները չեն հասկանում այդ արժե համակարգը, արդյունքում ստացվում է այն, ինչ տեղի ունեցավ վերջին շաբաթների, ամիսների ընթացքում, քանի որ Ռեալը պարզապես ուղղակիորեն զիջեց բոլոր մրցասպարեզներում։ Իդեպ սա Ֆլորենտինո Պերեսի կողմից ընդգծված եւս մեկ անհաջողության շարունակություն է, քանի որ եթե մի մրցաշրջանում, ինչպես հենց նա է ասել, որ նվաճված ոչ մի տիտղոսը դա նշանակում է բացարձակ անհաջողություն, ապա երկրորդ մրցաշրջանը, եթե դա նույն բաները կրկնվում են, բոլոր մրցաշահերում նրանք պարտություն են կրում
գնում եւ դուրս մնում պայքարից, դա արդեն կատաստրոֆա է։ Ռեալի համար անթույլատրելի է նման մոտեցում։ Այդ ամենը պետք է հասկանան իրենք այդ աստեղային Գալակտիկոս 2-ի ֆուտբոլիստները։ Նրանք հասկանում են, կարծում եմ, որ չէ։ Եթե կան խաղացողներ առանձին, որոնք որ կարող են պարզապես բրունսկի եւ ոդկի հարվածներով փորձել հեղինակազրկել կամ քննարկել նրանց հեղինակությունը եւ խոսքը կրկնում եմ ավակի մասին է վերջի Ֆեդե Վալվերդեի, որը քիչ բան չէ, որ արած ունի Մադրիդի Ռեալի համար, բայց ստացվում է այն, որ մադրիդցիները այդպես էլ թիմ չեն կարողացել դառնալ, իրանք այո ակումբ են, ակումբ, որ ունի առաջին մեկնարկային կազմ, որտեղ որ բոլորը բոլորի դեմ են դուրս գալիս, բոլորը քննարկում են մյուսների հեղինակությունը, շատ հաճախ մենք տեսնում ենք, որ ֆուտբոլիստներից մեկը աչքի է ընկնում, մյուսը ջուդը չի նշում, Մբապեն չի նշում, Վինիսիուսը չի նշում իր խաղանկերոջ հաջողությունը կամ լավ փոխանցումը, պարզապես խոսքակռիվներ, լեզվակռիվներ հաճախ իրար են դիմում, թե ինչու փոխանցում չկատարեցիր, ես լավ դիրքում էի եւ այլն, կարճ ասած մի անառողջ միջավայր, որը սազական չէ Մադրիդի Ռեալի պես ակումբին, մի մեծ հեղինակության, որը թակավորական ակումբի համբավ ունի եւ իրավունք չունի այն բոլոր դրական մագդիր մագբայերը զիջի ու փոխանցի ակումբի նույն կատալոնական ակումբին, որը մշտապես եղել է նրանց հիմնական եւ միակ օպոնենտը, արժանի միակ օպոնենտը։ Արքայական ակումբից երևի թե միայն այդ արքայական անունն է այս պահին մնացել, ցավոք սրտի, իհարկե նրանք արտաքնապես եւ կազմակերպչական մակարդակով մնում են նույն գերակումբը, ես դա չեմ չեղարկում կամ ես չեմ որ պետք է ասեմ, որ նա այդպեսին չէ, սակայն փաստացի այն ամենը, ինչ մենք տեսնում ենք այդ թիմի շուրջ, դա արքայականության մասին չէ առհասարակ, նրանք ունեն մտածելու եւ վստահ եմ, որ Ֆլորենտինո Պերեսը հենց այդ ամենն է, որ շտկելու է եւ կտրուկ են լինելու ըստ իս փոփոխությունները ամառային դադարի ընթացքում այդ նույն ժամանակահատվածում լինելու է աշխարհի առաջնությունը եւ տեսնենք թե ինչպիսի տրամադրություններով այդ նույն մադրիդցիները կվերադառնան իրենց հարազատ ակումբ եւ այնտեղ ինչպիսի անախորժ կամ խելամիտ, ավելի ճիշտ որոշումներ կկայացնեն մեկ նպատակով գալիք մրցաշրջանում վերջապես տևական դադարից հետո որևէ տիտղոս նվաճելու եւ իհարկե պայքարը առաջարկելու Հանսի Ֆլիկին, որը այս ընթացքում բազմաթիվ հաղթանակներ է տանել, մրցանակներ նվաճել, ինչպես նաև թվում է թե անպարտելի է միակ անգամը, երբ Մադրիդը հաղթել է Հանսի Ֆլիկի գլխավորած Բարսելոնային, դա վերջերս էր 2-1 հաշվով, իսկ մնացած բոլոր դեպքերում թվում է թե Հանսի Ֆլիկը իդեալական խաղ է դրել եւ ստեղծել համակարգ, որը նվազագույն եթե Չեմպիոններ լիգայում օրինակ չի աշխատում, բայց օրինակ Իսպանիայում, իսպանական ֆուտբոլում Ռեալ Մադրիդի համար մնում է անհաղթահարելի, նրանք հաղթել են բոլոր խաղերում։ Ահա այսքանը իսպանական եւ համաշխարհային սուպերկլասիկոյի մասին եւ շարունակենք մնալ ու խոսել եվրոպական ֆուտբոլի մասին։ Անգլիայի առաջնության մասին հակիրճ չխոսել չեմ կարող, քանի որ նա ամենասիրվածներից մեկն է Հայաստանում, դերևս եթե իսպանական ֆուտբոլի երկրպագուները մեծ հաշվով բաժանվում են երկու բանակի կապտանռնագույնների ու սերուցքայինների, անգլիական ֆուտբոլային ակումբների երկրպագուների տարբերությունն ու դիապազոնը ավելի մեծ է։ Ահա այդ տեսանկյունից Անգլիայի առաջնությունում կա մեկ հանդիպում, որը այս պայդրությամբ տեղի չի ունեցել, խոսքը վերաբերում է Տոտենհեմի եւ Լիդսի միջև հանդիպմանը, իսկ դա շատ կարեւոր է այն առումով, թե ով է հրաժեշտ տալու Անգլիայի ընթացիկ առաջնությանը։ Դրան զուգահեռ անցած արդեն մրցափուլի մյուս հատկապես առաջատարների մասնակցությամբ հանդիպումներում գրանցվել են արդյունքներ, որոնք որ այ քննարկման ենթակա են եւ մեկ այլ թիմի պարտություն նախասահմանեց, որ Տոտենհեմը շատ լուրջ հավակնություններ կարող է ներկայացնել պահպանելու իր տեղը, ինչպես եւ նախորդ տարի 17-րդ տեղում մնալու ինչ որ հույսեր առաջացան եւ այդ հույսը նրանց պարգեւում է ոչ այլ մեկ այլ թիմ, քան հենց Արսենալը, որը նվազագույն հաշվով պարտության մատնեց փաստացի այս պահին 18-րդ հորիզոնականում գտնվող Վեսթ Հեմին։
թվում էր թե Arsenal-ի այն հանդիպումների շարքում, որ նա ունենալու է, սա ամենաբարդ մրցակիցն էր չեմպիոնական տիտղոսը ապահովելու համար եւ նրանք այդ առաջին քննությունը հանձնեցին այդ քննությունը տապալելու Arsenal-ի համար դժվարություններ ստեղծելու տեսանկյունից թիվ 1 կանդիդատը տեխնացուն Manchester City-ն իր հերթին 3-0 հաշվով Brentford-ին պարտության մատնեց եւս մեկ հետաքրքիր հաշիվ դերևս այս առաջնության երկու անհաջողակների Լիվերպուլի եւ Չելսիի մասնակցությամբ դիմակայությունն էլ ավարտվեց 1-1 հաշվով հաղթողին կողմերը որոշել չկարողացան ինչ իրավիճակ կա երբ նայում ենք Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակին փաստացի Arsenal-ը պահպանում է առաջատարի դիրքերը 79 միավորով եւ նրա թիկունքում գտնվող Manchester City-ն 74 միավորով մեկ խաղ ավել ունի իր ակտիվում, նա ունի 3 հանդիպում անցկացնելու։ Այստեղ ինտրիգը կա, ինտրիգը ինձ թվում է այդուհանդերձ կպահպանվի մինչև վերջին տուրի վերջին վայրկյանը։ Եվ քանի որ Arsenal-ի մասին մենք խոսեցինք, թերևս ճիշտ կլինի հենց սահուն Անգլիայից անցնել համաեվրոպական ու առհասարակ ֆուտբոլասեր հանրության կողմից այդքան սիրված մեկ այլ մրցաշար այն է Չեմպիոնների լիգայի մասին մենք պետք է խոսենք, քանի որ այս ամսվա 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ ընդունելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, իսկ այդտեղ իր տեղը ապահովագրել է Arsenal-ը, որը չես հասկանում վերջին այդուհանդերձ այս մրցաշրջանը նրա համար լինելու է կատարյալ ֆիասկո, թե հաջողության ու պատմական ձեռքբերումների տարի, անգամ եթե նրանք դառնան Անգլիայի առաջնություն, կարծում եմ Arsenal-ի երկրպագուների համար դա հսկայական նվաճում կլինի, նրանք պարբերաբար հասնում են, վիճարկում են, մրցակցում են, բայց վերջին պահին ինչ-որ մի բան չի ստացվում եւ հավերժական երկրորդ թիմի ոչ այդքան պատվաբեր կարելի ասել տիտղոսն են, անունն են ձեռք բերել, մականունը երևի ավելի շատ եւ եկեք խոսենք արդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ շատ հետաքրքիր ինտրիգային դիմակայությունների մասին։ Դրանցից առաջինը հենց երևի թե եկեք ընտրենք թող լինի Arsenal-ի ու Մադրիդյան մեկ այլ թիմի Ատլետիկոյի դիմակայությունը։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի 1-1 արդյունքը եւ երկրորդ խաղում Arsenal-ը 1-0 հաշվով կարողացավ հաղթանակ տոնել Բուկայո Սական։ Առաջին խաղակեսում աչքի ընկավ հետագա րոպեներին իհարկե ատլետները փորձեցին ինչ-որ մի բան փոխել, բայց պետք է ասել, որ չստացված պայքարի տեսանկյունից չստացված դիմակայություններից էր Ատլետիկոն էլ ինքը գավաթային ակումբի այդ համբավ ունեցող թիմերից է, նա կարող է նայեք Չեմպիոնների լիգայում ու առհասարակ նրանք կարող են տրամադրվել հաղթել նույն Բարսելոնային, Իսպանիայի առաջնությունում երբեք կարծես թե Ատլետիկոն այն թիմը չէ, որը որ պետք է պայքար մղի նույն Մադրիդի, չնայած մեկ անգամ նրանց դա հաջողվել է եւ Դիեգո Սիմեոնեն ըստիս արդեն անվանապես պետք է հնչեցնեմ նրան եւ այն համակրանքի խոսքերը, որը ունեմ այդ մարշչի նկատմամբ, այն իմաստով, որ նա տարիների ընթացքում կերպարանափոխվելով եւ համապատասխանեցնելով մրցակիցներին իր ֆուտբոլը, իր համեստ հնարավորություններով, համատության մեջ կրկին համեստ ակումբային հնարավորություններով Ատլետիկոին նա շարունակում է մնալ պայքարի մեջ։ Մի բան նրան չի հերիքում եւ այդ մի բանը շատ սպეციფიկ ֆուտբոլային ներքին խոհանոցի մակարդակի դետալ է, որը պարզապես չես կարող գետնից վերցնել, դնել, իմպլեմենտ անել եւ ստացվի, որ Ատլետիկոն հաղթում է բոլորին եւ ամենտեղ պայքարն է այն գաղտնիքը, որը նրանք կարողանում են առաջադրել իրենց բոլոր անվանի մրցակիցներին, այս անգամ չստացվեց։ Ես այդպիսի Ատլետիկո գոնե Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում չէի սպասում եւ մտածում էի, որ գոնե այդտեղ մինչեւ հետխաղա 11 մետրանոց ներկայացնի պայքարը։ Մեկ այլ հանդիպում, ել ավելի ինտրիգային, խոսքը Բավարիայի եւ Paris Saint-Germain-ի
մասնակցությամբ երկրորդ հանդիպումն է, այստեղ գրանցվեց մարտական ոչ ոքի Դեմբելեի գոլին պատասխանեց Հարի Քեյնը հանդիպման վերջնամասում, երբ արդեն թվում էր թե ուշ է, բայց մրցավարի կողմից իհարկե ավելացված ժամանակի ընթացքում բավարարացիները ինչ որ մի բան փորձեցին անել, նրանց հարկավոր էր երկրորդ գնդակ, որը տեղի չունեցավ, սակայն այս խաղը աչքի ընկավ մեկ այլ դիպվածով, այստեղ կարելի է ասել առաջին պլան դուրս եկան ոչ թե ֆուտբոլիստները, ոչ թե մարդիկ, այլ մրցավարները իրենց որոշմամբ, մասնավորապես հենց մրցավարը դրվագներից մեկում, երբ ընկալելի էր ավելի շատ, որ պետք է այստեղ հեռացվող գնդակը, որը դիպչում է սեփական խաղացողի ձեռքին, այլ ոչ բնական դեպքում, պետք է որ Պինեյրոն, պորտուգալացի մրցավարը, ձեռքը տաներ դեպի սուլիչը եւ սուլեր, նշանակեր հօգուտ բավարարացիների 11 մետրանոց հարված, շատ քննարկվեց այդ դրվագը, սակայն դա տեղի չունեցավ եւ 11 մետրանոցը չնշանակվեց, իմ համար անհասկանալի որոշում ու դրվագ, ճիշտն ասած, որը որևէ ֆուտբոլային լոգիկայի շրջանակում գոնե ինձ մոտ չի տեղավորվում, անգամ եթե գնդակը սեփական խաղացողն է հեռացնում, փաստացի որքան էլ որ դա հեռացող գնդակ է, անբնական դիրքում ձեռքը առանց միտման, թե միտումով դա կապ չունի, հպումը կա, ակնհայտ է այդ հպումը եւ այն պետք է նշանակվի եւ պատժվի 11 մետրանոց հարվածով, որքան էլ որ կրկնում եմ հեռացող գնդակը, դա չի նշանակում, որ թիմակիցդ կարող է պարզապես ձեռքերով այսպես բրթել, հրել կամ պահել, գցել սեփական ոտքերի առջև ու շարունակել խաղալ, կրկնում եմ, դա իհարկե մի քիչ արդեն ուրճացնում եմ ինչի մասին է խոսքը, բայց ստացվեց հենց այդպես եւ իմ ընկալումների շրջանակում այդտեղ պետք է նշանակվեր 11 մետրանոց հարված, իսկ ինչ է ստացվում մեզ մոտ հանրագումարում Չեմպիոնների լիգայում այս փուլում մենք ունենք անգլիական ակումբ, որը լիգայի փուլը ավարտել էր առաջին տեղում, կիսաեզրափակիչ էին դուրս եկել առաջին եւ երկրորդ տեղը ներկայացնող ակումբները, հա, Բավարիան եւ Արսենալը, իսկ ահա Paris Saint-Germain-ը եւ Ատլետիկո Մադրիդը լիգայի փուլը չէին անցել այդքան էլ հավասար եւ սահուն Ինչի մասին է խոսքը, գիտեք, որ առաջին 8 տեղերը միանգամից դուրս են գալիս հաջորդ փուլ, իսկ 8-ից ներքև հորիզոնականները գրավածները պայքարը շարունակում էին play-off-ում, եւ 11-րդն էր PSG-ն, 14-ը Ատլետիկո Մադրիդը։ Ինչ ունենք վերջին արդյունքում, որ Paris Saint-Germain-ը որքան էլ այդ լիգայի փուլը սահուն չէր անցել, այդուհանդերձ գավաթային խաղերում կարողացավ իր խնդիրը լուծել եւ հայտնվել եզրափակչում, նա արդեն մեկ անգամ նվաճել է, Արսենալը եզրափակչում եղել է, սակայն մատնվել է անհաջողության, այդ տեսանկյունից գերետաքրքիր սցենարային լուծումներով ինչ որ ֆանտաստիկ ֆուտբոլային ֆիլմ է հիշեցնելու, մենակ այդ առումով իրոք այդ դիմակայությունը արժանի է մեծագույն ուշադրության, եւ քանի որ այստեղ Անգլիան ընդդեմ եվրոպական ակումբների sense թեժ դիմակայություն է սպասում, ասեմ որ նմանատիպները սպասում են նաև մյուս հեղինակավոր մրցաշարերում Եվրոպա լիգայում եւ իհարկե կոնֆերենցիաների լիգայում, քանի որ անգլիա-գերմանական եւ անգլիա-իսպանական դիմակայություններ են արդեն միանշանակ նշանակված եվրոպական այդ մյուս երկու հեղինակությամբ 1-1 աստիճան իրար զիջող մյուս մրցաշարերում, որի մասին էլ մենք շարունակենք խոսել ու կավարտենք մենք այս շաբաթվա հերթական թողարկումը։ Այսպիսով, եվրոպական ֆուտբոլում ստացվում է այնպես, որ Անգլիան ընդդեմ Եվրոպայի։ Այո, անգլիական ակումբները Aston Villa-ն եւ Crystal Palace-ը Arsenal-ի հետ միասին համապատասխանաբար դուրս են գալիս Եվրոպա լիգա եւ կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։ Եվ եթե Չեմպիոնների լիգայում նրա մրցակիցը ֆրանսախոս ֆրանսիական ակումբ է, Paris Saint-Germain-ը, ապա Եվրոպա լիգայում այն լինելու է գերմանական, իսպանական է լինելու արդեն կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակիչը։ Սկսենք գրադացիա կա
կա հիերարխիա եւ Չեմպիոնների լիգային հաջորդում է Եվրոպա լիգան։ Այս պիսով ինչ ունենք։ Արսենալը իր հնարավոր արդյունքով մի քիչ կասկածի տակ է դնում այդտեղ թե ով կհաղթի, դա չեմ ցանկանում քննարկել, այդ տեսանկյունից ես ինչ որ չափով նաև կողմնապահություն կարող եմ անել, քանի որ Անգլիայում Տոտենհեմի երկրպագու եմ, բայց հաջողություն եմ մաղթում, նրանք իհարկե արժանի են հայտնվել այդտեղ։ Ինչ է սպասվում մեզ Ֆրայբուրգ գերմանա-անգլիական Ֆրայբուրգ Աստոն Վիլա խաղում։ Աստոն Վիլան երկրորդ տեղում է ավարտել Եվրոպա լիգայի փուլը, առաջին ութնյակում է եղել նաև Ֆրայբուրգը, այսինքն երկուսն էլ ապահովագրել էին իրանց միանգամից փլեյօֆ առանց փլեյօֆի խաղալու եւ գավաթային տրամաբանությամբ այդ հատվածը անցնելու իրենց ուղին եւ արժանիորեն հայտնվել եզրափակում։ Չես ասի, որ Ֆրայբուրգը սահուն եւ հիասքանչ է խաղում Գերմանիայում, դա այդքան էլ այդպես չէ ու ազնիվ չէ ասել, որ Ֆրայբուրգը իրոք այնտեղ սահուն ելույթներ է ունեցել, բայց միանշանակ է, որ այստեղ Աստոն Վիլան թերևս հաղթողի գլխավոր հավակնորդն է։ Շատ բան ասել չեմ կարող, քանի որ մի տեսակ այնպիսի թմեր են, որոնց միշտ ուժեղ մրցակիցների ֆոնին ենք մենք տեսել։ Իհարկե Գերմանիայի առաջնությունում որքան ես մտաբերում եմ վերջին շրջանում ընդամենը երկու հանդիպում եմ դիտել Ֆրայբուրգի մասնակցությամբ այս տարի, եթե խոսենք, մեկը եղել է Բավարիայի հետ հանդիպումը, եթե չեմ սխալվում, եւ մյուսը Դորտմունդի Բորուսիայի, այսինքն երկու դեպքում էլ առաջատարների ֆոնին ենք մենք ընկալել, թե ինչ է իրենից ներկայացնում Ֆրայբուրգը։ Աստոն Վիլան նույնպես Անգլիայի առաջնությունում, որքան էլ որ նա գեղեցիկ, լավ ֆուտբոլ է խաղում, այդուհանդերձ եկեք ազնիվ գտնվենք, նրանց մենք միշտ ընկալում ենք որպես թիմ, որը որ փորձում է մրցակցել, այլոց հետ, հատկապես անգլիական ֆուտբոլի գիգանտների հետ։ Եվ անգլիա-իսպանական արդեն այստեղ էլ Crystal Palace եւ Rayo Vallecano էլ ավելի հեղինակությունների ֆոնին երևացող ինչ որ ակումբ է Rayo Vallecano-ն։ Չեմ ցանկանում վիրավորել նրանց, ապրեն նրանք, հասել են իրենց համար ֆանտաստիկ արդյունքի, վիճարկելու են եվրոպական գավաթ, բայց հələ ինքներդ ասեք Rayo Vallecano եւ կոնֆերենցիաների լիգա, որտեղ որ ոչ վաղ անցյալում Չելսին օրինակ հաղթանակ տոնեց, որևէ կերպ չեմ ընկալում, այստեղ չեմ ընկալում անգամ Crystal Palace-ին, որը իր համար Անգլիայում մեծ հաջողություն ապահովեց, հետո արդեն հիմա էլ եվրագավաթային ուղի է ճամփա գցել մինչև եզրափակիչ, կարճ ասած այնպես է ստացվել, որ իրապես կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունը շատ համեստ լիգաների, ավելի ճիշտ շատ համեստ ակումբների մասին է, որոնք որ ուժեղ լիգաներ են ներկայացնում եւ ցավոք սրտի իմ համար գոնե մարդու որ միշտ ցանկանում է որ գոնե եվրոպական այս ակումբային մրցաշարերը հավասար բաշխվեն եւ նպաստեն գոնե նվազագույնը արևելյան Եվրոպայի երկրների զարգացմանը եւ մրցակցության ապահովմանը, այդ տեսանկյունից մեծ հաշվով այս մրցաշրջանը չաշխատեց։ Նախորդ օրինակ աշխատեց, Օլիմպիակոսը հաղթեց, բայց այս դեպքում էլ նորից եվրոպական մեծ թոփ առաջնություններ, նորից թոփ այդ առաջնության անգամ համեստ մրցակիցներ կարողանում են նույն Չեմպիոնների լիգայի փորձով Շախտյորի Դոնեցկին պայքարից դուրս թողել։ Նույնը նաև նույն ճանապարհը անցավ նաև շատ ավելի, կրկնում եմ, անգամ Crystal Palace-ի համեմատությամբ շատ ավելի համեստ ավանդույթներ ունեցող Rayo Vallecano-ն։ Դե ինչ, եվրոպական մրցասպարեզում բոլոր հնարավոր մրցաշարերում եզրափակչի մասնակիցները հայտնի են։ Հիշեցնեմ, անգլո-ֆրանսիական, անգլո-գերմանական եւ անգլո-իսպանական դիմակայություններ են սպասվում եւ եկեք այսպես սահմանենք, անգամ անկախ այն արդյունքներից, որոնք որ մենք կունենանք մեր առջև, մեկ բան միանշանակ է, որ Անգլիայի առաջնությունը սահմանում է իր հեգեմոն դիրքը ամբողջ Եվրոպայով բոլոր մակարդակներում։
Այսքանը եւ մայիս ամսվա ամենաթեժ ու հետաքրքիր հատվածն ենք տեղակողում, երբ արդեն հասկանում ենք ու կարողանանք գնահատել անցնող մրցաշրջանում ովքեր էին անհաջողակները եւ ովքեր էին հաջողակները։ Իսկ այդ սպասումով մնացեք Boom TV եթերում, քանի որ գալիք շաբաթների ընթացքում ենք հանդիպելու, քննարկելու հաջողակների ու անհաջողակների մասին բոլոր նորությունները։ Ստեսություն։